Միջուկային փորձարկումների համապարփակ արգելափակման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելել է ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՕԱԿ-ի Գառնիի երկրաֆիզիկական դիտարան։ Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ակտիվ խզվածքային գոտիները, սպիտակի երկրաշարժի դասերն ու սեյսմիկ խոցելիության նվազեցման ուղղված քայլերը, ինչպես նաև ՊՕԱԿ-ի ընթացիկ ծրագրերը, սարքավորումների արդիականացման գործընթացը, արտերկրում երիտասարդ մասնագետների վերապատրաստման հեռանկարները։ Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք սեյսմիկ անվտանգության թեմայով տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Ռոբերտ Ֆլոյդը բարձր է գնահատել սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի սեյսմիկ կայանի դերը ոչ միայն աշխարհում տեղի ունեցող խոշոր երկրաշարժերը, այլև միջուկային գաղտնի փորձարկումները գրանցելու եւ դրանց վերահսկողությունն ապահովելու հարցում։ 1991 թվականից Գառնիի սեյսմիկ կայանի գրանցած տվյալներն արբանյակային կապով փոխանցվում են նաև Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիա եւ կազմակերպության միջազգային կենտրոն։ Պատվիրակության անդամները շրջել են դիտարանի թունելախորշում, ծանոթացել իրական ժամանակում սեյսմիկ տվյալների գրանցման գործընթացին։ Ուրախ ենք, որ տարածաշրջանում կա այսպիսի կառույց, որն անխափան եւ բարձր որակով տվյալներ է գրանցում։ Կարծում եմ դեռ միասին անցնելու բավական երկար ճանապարհ ունենք, նշել է գործադիր քարտուղարը։ Ավտոմեքենաներից գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները համայնքային ոստիկանության Հավանի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 10-ին։ Գողացել էին Մայրաքաղաքի Ծարավ աղբյուրի փողոցում կայանված Lexus եւ Chevrolet Mach-Nishի ավտոմեքենաների կողային հայլիների ապակիները։ Մինչ համայնքային ոստիկանները ձեռնարկում էին դեպքերը բացահայտելուն ուղղված օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 15-ին եւ 20-ին ստացվեցին նոր հաղորդումներ նույն տեղից կատարված նմանատիպ մեկական գողությունների վերաբերյալ։ Հավան եւ Նոր վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում միջոցառումները շարունակվեցին եւ դրական արդյունքի հասան հոկտեմբերի 29-ին։ Հավան առնջի բնակիչ 33-ամյա տղամարդն իր տանը հայտնաբերվեց եւ հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ծարավ աղբյուրի փողոցի հարակից տարածքներից նա ներկայացրեց գողոնի մի մասը։ Դատարանի որոշմամբ 33-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սթրեսային իրավիճակներում հանրային ծառայողը երբեմն կանգնում է ոչ միայն մասնագիտական, այլև բարևարքային չափանիշների պահպանման լուրջ փորձության առաջ։ Նման դեպքերում անհրաժեշտ է խուսափել վարքագծի կանոնների խախտումից, պահպանելով հանրային վստահությունը։ Սթրեսային իրավիճակներում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, որոնք կարող են լինել վարքագծի կանոնների խախտման հետևանքները եւ ինչպես ցույց տալ հավասարակշռված մոտեցում նման օրինակ իրավիճակներում։ Այս եւ մի շարք այլ առանցքային թեմաներ ընդգրկված էին ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված հոգեբանական աջակցության նպատակով անցկացված հանդիպումների օրակարգում, որին մասնակցում էին միգրացիա եւ քաղաքացիության ծառայության, փրկարար ծառայության եւ ոստիկանության շուրջ 80 աշխատակից։ Մասնակիցներին ներկայացվել են գործնական օրինակներ, որոնք ցույց են տվել, թե բարձր սթրեսային իրավիճակներում ինչպես կարող են խախտվել վարքագծի կանոնները, որոնց հետևանքով էլ կարող են լինել թե ներքին կարգապահական խնդիրներ, թե հանրային վստահության կորուստ։ Անդրադարձ է կատարվել նաեւ հուզական սպառմանը, մասնագիտական դեֆորմացիային, գենդերային եւ այլ հարցերի։ Նման օրինակ հանդիպումները շարունակական են ուղղված ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցմանը, այլև գործնական հմտությունների ամրապնդմանը։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։ Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ 16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։